անգամ երբ որ երթման արարողությանը չեն գնում այդ դաշնակից խմբակցության անդամները, հա, բոյկոտում են, պարզ է չէ, որ հետո որոշումներ ընդունելուց այդ աջակցությունը չի լինելու եւ մարդիկ նաեւ հստակ հայտարարեցին, որ մենք ուղղակի ապահովում ենք, որ չդառնա ՔՊ քաղաքապետ եւ վերջ, բայց լինելու է կոլապս եւ ստիպված պետք է գնալ օրենքով սահմանված ճանապարհով եւ կոլապսից դուրս բերել համայնքը եւ քաղաքացիների համար ապահովել նորմալ կյանք իրենց քաղաքում։ Բայց Հայաստանի դեպքում ամբողջ Հայաստանի դեպքում այս սցենարը ես հավանական չեմ համարում արդեն նշածս պատճառներով, բայց որ էլի փորձելու են իրարից զատվեն, իբր չասոցացվեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, սա ակնհայտ է եւ մենք արդեն դրա սերմերը տեսնում ենք, ինչպես օրինակ երեք տեսանք ավելի ուղիղ։ Եվ հետո իհարկե այն ուժերը, որոնք որոշակի կհաջողեն, նրանք կհամախմբվեն եւ բնականաբար կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին կդարձնեն լիդեր, իրանց շուրջ կհամախմբվեն։